Տենց հիմա մի հատ ծրագիր ունեմ, շուտվանից եմ որոշել, որ այդ ծրագիրը անեմ, բայց պետք է ընթացքում քիչ անեմ այդ։ Մեր գյուղից մի քիչ ներքև 3 կիլոմետր ներքև մի հատ հողատարածք ունեմ, մոտ 4000 քառակուսի հողատարածք է։ Ինքը այնքան լավ տեղ է, որ մենք ջրամբար ունենք ստեղ, այդ ջրամբարից բանա, սենց բանա, ջրանցք է սարքած, ինքը ոռոգվում է էլի այդ տարածքի հողերը։ Ափսոս է, որ այդ հողերը պրոստը տենց այնքան որ մնում են, էլի ոչ մի բան չկա, ես ուզում եմ այդտեղ մրգատու ծառեր դնեմ, ու էլի ինչ որ եկամուտ կտա էլի, եկամուտ կապա։ Հետո ես սիրում եմ տենց ինչ-որ գյուղատնտեսական աշխատանքներ սիրում եմ անել։ Եթե թեկուզ սկզբնական շրջանում տենց օգնել պապան օգնի կամ ինչ-որ օրավարձով ինչ-որ մարդիկ բան անեն, որ օգնեն, հետո ընթացքում քիչ-քիչ ես էլ կանեմ, ինձ համար ավելի լավ կլինի, որ անընդհատ շարժի մեջ կլինեմ, առողջությանս էլ ինքը կնպաստի, երկրորդն էլ ինչ-որ եկամուտ էլ կապահովի ինձ համար այդ այգին։ Այդ տարածքում խաղողի այգի ունեինք, բայց նախ առաջինը խաղողը մի քիչ դժվար է մշակել, հետո տարածքը նենց տեղ է, որ ինքը սահմանին ավելի մոտ, սրանից ավելի մոտ է սահմանին։ Մի քանի տարի առաջ պապան մշակում էր այդ խաղողի այգին, բայց այդտեղ կրակում էին անընդհատ իր վրա ու ինքը թողեց այդ բանը, թողեց այդ այգին։ Իսկ այն ծառատեսակը, որը որ ես ուզում եմ այդտեղ դնեմ, իրան տենց շատ խնամք պետք չի, ինչպես խաղողին։ Այսինքն իրան պետք է գարունը ինչ-որ թեթև էտել բան անել, հետո ջուրը մտածում եմ, որ ջուրը կաթիլային ոռոգման համակարգ կա, տենց սարքեմ, որ ինքը անընդհատ տակը լինի, էլի, որ դու ամեն օր կամ օրը մեկ չգնաս սկսես ջրել, որ հակառակորդի համար է թիրախ դառնաս։ Հետո ինքը իր առավելությունը այն է, որ բան էլ չի անում։ Ինքը իրան ինչ-որ քիմիական միջամտություն պետք չի, որ իրան պահելու համար, իսկ խաղողին պապան 10-15 անգամ այդ ինչ-որ թունաքիմիկատներով սրսկումներ անում, որ այդ խաղողը չփչանա։ Համել մեր մոտ տարևը շատ է, դրա համար շատ լավ թուզ է լինում ստեղ։ Հետո մի հատ ուրիշ բաներ կա թզի հետ կապված, դրա համար եմ թուզ մտածել։ Մեր կողքը գյուղեր կան երկու հատ, Չինարի ու Այգեձոր գյուղերն են, այդ գյուղերից տարեկան մոտ 100-150 տոննա թուզ են մթերում, ու արդեն ու արտասահման են արտահանում, ընդեղ Ռուսաստան, Վրաստան տենց արտահանում են, էլի դուրս են արտահանում այդ թուզերը։ Այսինքն արդեն այդ ծառատեսակի մշակույթը կա, արդեն մարդիկ գիտեն նախ մշակելու ձևը, երկրորդը իրացնելու խնդիրներ չեմ ունենալու։ Համ մեր հողերը անպետք չեն մնա, ափսոս է էլի այսքան հողը, որ անպետք մնա։ Համ էլ բացի այդ, որ դուրս արտահանենք, ինչ-որ գումարներ էլ կգան Հայաստան, այդ մեր տնտեսության ներահագին օգտակար կլինի։ Ես սիրում եմ գյուղատնտեսությունը, ինչ-որ բան։ Գյուղի հետ կապված գործերը սիրում եմ, որովհետև տենց չեմ սիրում վաճառքի հետ կապված բաներ, ինչ-որ բան, որ վաճառք կա մեջը։ Ես ավելի շատ տենց իմ տեսակով բնավորությամբ ավելի շատ ստեղծող արտադրող մարդ եմ, ոչ թե վաճառող մարդ եմ։ Մինչև վիրավորվելս որոշել էի անասնապահությամբ զբաղվեմ, այս կողքը մի հատ տարածք կա, տարածքի վրա գոմ սարքեցի, մոտ 10 հատ խոշոր եղջերավոր անասուն առա, տենց արդեն մի քանի ամիս մոտ մի տարի երևի պահել էի այդ անասունները ու ագին շատացել էր։ Հետո այդ պատերազմը սկսվեց, գնացի պատերազմ ու պապան մենակ չէր կարամանի, ծախել ենք ագին, հիմա մնացել է մի հատ։ Ես Բերդի զորամասում էի ծառայում, ստեղ մեր էլի սահմանային զորամաս է Բերդի զորամասում էի ծառայում, բայց իմ աշխատանքը ավելի շատ շտաբային աշխատանք էր, ու ես ինչ շատ վատ էի զգում, որ ես տենց ավելի տաքսենյակում նստած եմ ու իմ գյուղացիները համագյուղացի տղաներ ունեի, որ իրանք ընկերներս էլ էին գնացել, իրանք այդ ժամանակ պատերազմում էին, ու ես ինձ վատ էի զգում, որ ես տեղ նստած եմ ու ընդեղ իրանք կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։ Բազմիցս դիմել էի մեր հրամանատարությանը, որ ինձ էլ տանեն, որ ինձ են ուղարկեն Արցախ պատերազմին մասնակցելու մերժում էի ստացել,
Հետո լսեցի, որ հնարավորություն կա տենց մեր զորամասի աշխատողներից մեկ ասեց, որ եթե որպես սպա կուզենաս գնաս, քեզ կտանենք, որ կարող ենք ուղարկել որպես սպա։ Մի քիչ պատասխանատվությունը, զգացողությունը մեծ էր որպես սպա գնալու համար, բայց ես մտածում էի, որ ես կարամ անեմ, որովհետև ես մտածում էի, որ ունեմ այդ գիտելիքները, որ կարող եմ, լիարժեք չէ, որովհետև դրանից առաջ որպես դասակի հրամանատար չէի եղել, բայց Արցախ գնացի որպես դասակի հրամանատար։ 30 տարի ապրել սահմանին կպած, անընդհատ այդ պատերազմը կարելի ասել իմ աչքի առջև ա եղել, տենց ամբողջ կյանքս մանկությունից սկսած առնչվել եմ պատերազմին, զգացել եմ միշտ այդ պատերազմի շունչը իմ վրա, իմ ընտանիքի։ 20 թվականին ես համարում եմ, որ այդ պատիվն եմ ունեցել պատերազմին մասնակցելու, ինձ համար այդ դժբախտություն կամ ողբերգություն կամ չգիտեմ ինչ չի եղել, ինձ համար պատիվ է եղել, որ ես այդ պատվին արժանացա, որ հնարավորություն ունեցա կռվել այս հողի համար, այսինքն ես էլ իմ արունն էլ խառնվեց Նժդեհի, Մոնթեի, Ռոբերտ Ավաջյանի ու մնացած հերոսների արյանը ու իմ փոքր լուման ներդրեցի այս երկիրը մի քիչ ավելի կանգուն շեմ պահելու համար։ Ես պատերազմին գնացել եմ հոկտեմբերի սկզբին, կոնկրետ օրը չեմ կարող ասել, մոռացել եմ մի քիչ, բայց տենց հետո ինչ-որ հուշագրություններ, բաներ եմ գրել, իմ մոտ նշումներ էր արել, այդ նշումներին նայելով հասկանում եմ, որ ինքս տենց հոկտեմբերի 5-ից 10 ընկած հատվածում է եղել, որ գնացել ենք այնտեղ։ Դե վախենալ, չվախենալը մի քիչ հարաբերական բան է։ Ես մինչև պատերազմ գնալը մտածում էի, որ անընդհատ ճանապարհին ու մինչև գնալը այդ մի քանի օր ժամանակ եմ ունեցել էլի։ Մտածում էի, որ վախենում եմ, բայց հենց հասա արդեն հենց բուն պատերազմի դաշտ, արդեն խրամատում կանգնած էի զենքս ձեռս կորել են այդ վախերը անմիջապես։ Դե պարզա, որ տանը պառկած մի քիչ վախենալու է, բայց երբ որ զենքը ձեռդ խրամատում կանգնած ես, արդեն դու մտածում ես, որ եթե ինչ-որ բան չլինի, գոնե մի հոգու էլ դու կարենաս վնասազերծես, այդ արդեն ահագին բան է, այդ արդեն ահագին հույս է տալիս։ Չէ, մի քանի հոգի։ Ավելի շատ վիրավորներն էին։ Հրեզոհերից երկուսի մեղավորությունն էլ իմն էր, եթե ես ժամանակին մի քիչ ավելի տենց բան ունեի, ռիսկով լինեի, այդ զոհերն էլ չենք տա։ Ես դասակի հրամանատար գնացի, բայց ես մտածում էի, որ ավելի լավ կլիներ ես Վաշտի հրամանատար գնա։ Հետո Վաշտի հրամանատարը ընթացքում նահանջ կազմակերպեց ու ինքը սխալ տեղով զորքին նահանջը տարավ, ընկան հրետակոծության տակ։ Իսկ ես իմ դասակին, մենք էլ ենք նահանջեն, բայց ես իմ դասակին նենց տեղով եմ տարել, որ հրետակոծության տակ չենք ընկել։ Ես մտածում եմ, որ ես Վաշտի հրամանատարը լինեի, գոնե այդ մի երկու հոգի զոհ չենք տա։ Հենց դրա համար եմ ես ինձ տանջում, որ ժամանակին պետք է մի քիչ տենց բան ունեի, բայց Վաշտի հրամանատարը դե պարզավոր մի քիչ ավելի պատասխանատվություն, այդ ժամանակ 100 հոգու պատասխանատու ես, իսկ
ես գնացել եմ որպես 25 հոգու պատասխանատու։ Վիրավորվել եմ նոյեմբերի 6-ին։ Արդեն զինադադարի այդ կապիտուլյացիայի, այդ ողբերգական կապիտուլյացիայի կնքումից մի քանի 3 օր առաջ մենք մարտական խնդիր էինք ստացել, պետքա հակառակորդի վրա պետքա նռնակ նետեինք, տենց 2 հոգով ընկերոջս հետ գնում ենք հակառակորդի վրա նռնակ նետելու, դիպոկահարը երկուսիս էլ վիրավորում է։ Իմ գլխի աջ հատվածին է կպել փամփուշտը, ես գանգուղեղային վնասվածք եմ ստացել, որից հետո անմիջապես հետո անգիտակից վիճակի մեջ եմ եղել, հետո Էրեբունի հիվանդանոցում մի ամիս կոմայի մեջ եմ եղել, հետո նոր ուշքի եմ եկել ու կամաց արդեն այսօր փառք Աստծո քայլում եմ, կարողանում եմ ինքնուրույն հաց ուտել, իմ կարիքները հոգալ ու մնացած ամեն ինչը կարող եմ ինքնուրույն անեմ։ Ամբողջությամբ ձախ հատվածը սկսած գլխիս մասից, այս այտս պրոշներից այս ձախ մասը տենց ուսով ամեն ինչով դաստակ, ոտ, կոնք, այս Իրանի այս ձախ հատվածը ամբողջովին թուլացած է։ Ուղեղի են հատվածը, որը որ պատասխան է տալիս այս մարմնի ձախ կողմի աշխատանքի համար, վնասվել է այդ մասը ու դրա համար թուլացել է ամբողջովին այս մասը։ Հիմա ձախ ձեռքս կապած է նրա համար, որ ուսս շատ կախված չլինի, որ ինքը վերև մնա, պինդ մնա, որ ամրանա մի քիչ։ Ավելի շատ ուսս ուղղելու համար է սա կապած։ Բացի այդ ստեղ դաստակս էլ կա, պրոստը դաստակս չի երևում հիմա։ Էսա ուրիշ բանով դաստակս ֆիքսած ու հետո ես ուրիշ մի հատ էլ ոտքի ֆիքսատոր ունեմ։ Ես աստեղ պլաստմասյա ուրիշ ֆիքսատոր էլ ոտքի համար ունեմ։ Ես էլ ոտքից թաթն ուղիղ պահում։ Իմ նման վնասվածքով բազմաթիվ տղերքի եմ հանդիպել, որ իրանք առանց ձեռնափայտ ու առանց դժվարության հանգիստ քայլում են, առանց ֆիքսատրի կամ որևէ բանի, բայց ձեռքի այդ թուլացած ձեռքի մատերը շատ դժվար ու շատ ուշ է սկսում աշխատել, որովհետև ասում եմ, որ մատերի կառուցվածքը շատ բարդ է, մինչև այնտեղ շատ ինչ-որ միկրոմասնիկներ կան, որ իրանց վերականգնումը շատ դժվար է լինում, դրա համար տարիներ է պետք, մոտ 5-ից 8 տարի է պետք, որ մատերի աշխատանքն էլ վերականգնվի։ Չգիտեմ ինչքանով կվերականգնվի, ինչ կլինի թե չէ, բայց իմ ցանկությունը մեկն է։ Ես ուզում եմ, որ այնքան որ այս ձախ ձեռքովս կարենամ ինչ-որ գանտել կամ շտանգա կամ նման ինչ-որ բան բռնեմ, ես մնացածը իրան ոնց որ կդզեմ, եթե ինչ-որ բան կարենամ բռնեմ, ես կպարապեմ, կաշխատեմ, կդզեմ։ Ու երազանքս այն է, որ օր առաջ կարենամ ոտքի կանգնեմ, սպորտով եմ զբաղվելու։ Կարելի ասել, սենց վնասվածքներով տղերքին մի 80-90%-ին ճանաչում եմ, ընդեղ այդ բանում, այդ վերականգնողականում ես տեն շփվող մարդ եմ, էլի կապեր եմ ստեղծում մարդկանց հետ։ Հիմա այս պահին էլ մի հատ բան եմ նախաձեռնել, դրա վրա եմ աշխատում։ Որոշել եմ, որ պետք է այդ վիրավոր տղերքին հավաքեմ մի հատ խմբի մեջ, հիմա առայժմ օնլայն հարթակում եմ անում այդ, հետո իրար կօգնենք, իրար խորհուրդներ գտանք, ընդեղ չգիտեմ, կարող է ինչ-որ մեկին մի հատ հարց ես ուրիշների օգնության կարիք ունենամ, ես դիմեմ ու տղերքը ինձ օգնեն կամ հակառակը, կարող է ես կարենամ ուրիշներին հոգնեմ, թեկուզ խորհրդով կամ ինչ-որ բանով։ Հետո իրական խումբ կստեղծենք, տենց ինքը հիմնականում մեկս մեկին օգնելու համար է, էլի արդեն մի 2 հոգի մարդ մոտ հավաքել եմ տենց մի խմբի մեջ։ Կամաց տենց հավաքում եմ, էլի, հավաքում եմ կամաց իրար գլուխ։ Հիմնական ամենամեծ բանը ինձ թվում է տենց հոգեբանական, խորհրդատվական աջակցությունն է մեկս մեկին։
Ու քանի որ հələ պատերազմը չի ավարտվում ու շարունակվում է պատերազմը, ինձ թվում է այս նոր վիրավորներին մենք կարանք օգնենք ու կարանք աջակցենք, որ ավելի շուտ բուժվեն։ Հիմնական նպատակը մեկս մեկին օգնելն է։ Հետո էլ մենք տենց շատ ենք, էլի հազարավորներ ենք, մի քանի հազար մարդ կա, տենց վիրավորված։ Այդ մեզանից մեծ ուժ ենք ներկայացնում, էլ եթե մենք համախմբվենք, հաստատ ամեն ինչ կարանք անենք։ Անգամ մտածում եմ, որ կարանք նենց օրենքներ ընդունել տանք, որ մեզ համար դրական ինչ-որ օրենքներ կամ ինչ-որ օրինագծեր ընդունել տանք, որ մեր վիճակը մի քիչ ավելի թեթևանա։ Ասում եմ, ինչ էր ուզ, ես սովորական մարդ եմ, ու տենց որոշեցի գրեմ սովորական հայրենիք վերնագրով գիրքը սովորական մարդկանց մասին։ Վատ բառ է սովորական բառը։ Ինձ թվում է ինքը այդ պարզ հասարակ զուբան այդ բառի հոմանիշ է։ Ինձ միշտ հարցնում են, ասում են պատերազմից մասին է գիրքը։ Ասում եմ, չէ, պատերազմի մասին բան չկա։ Այդ պատերազմում եղած մարդկանց մասին է։ Ես լավ կռվող տղեկ ունեի, ընդեղ եմ մտածել, էլի մտածել եմ, որ այդ տղերքի մասին պետք է անպայման հիշվի։ Ու մի քանի հոգի զոհվեցին, ասում են, պետք է չկորեն, էլի այդ տղերքը, պետք է ինչ-որ տեղ պետք է մնա իրանց անունները գոնե։ Ու հենց ընդեղից էլ սկսել եմ բան անել։ Նշումներ եմ արել մոտոց կամ ինչ-որ մեկի մասին ինչ-որ բաներ գրել։ Այսինքն գիրք սկսել եմ գրել հենց պատերազմի դաշտից։ Ես ամբողջ այդ գիրքը հեռախոսով եմ գրել։ Հա, դե կոմպյուտերով երկու ձեռքով է հեշտ աշխատելը, դրա համար իսկ հեռախոսով մի ձեռքով տենց հեշտ է էլի ավելի։ Իրիկնանում էր, արևը իր ոսկե սկավառակը շրջել էր դեպի իր ննջարանը, անգամ արևն էր հոգները։ Լեռան ծերպերին մարդիկ էին թարել, իսկ հեռվում խուլ ու ահասարսուր ձայներ էին լսվում, ասեց երկիրը կտոր-կտոր էր լինում, իսկ արևը նեղացել էր ու դուրս չէր գալու։ Լեռան առջև փռված անծառայծիր դաշտը եռում մեջ էր, ծանր տեխնիկաներ էին տեղաշարժում ու հազարավոր զինվորներ էին երևում։ Արսենը պառկել էր լանջին ու փոքր բահով մեծացնում էր խրամատը։ Արսենը կամավորագրվել էր պատերազմը սկսելուց անմիջապես հետո, երկար ժամանակ սպասել էր չէին կանչել զինկոմիսարիատից, գնացել պնդել էր, որ սահման գնա, մերժել էին, կռվել ու բոլորիս նեղացած նստել էր ավտոբուսն ու ամենածանր հարավային ուղղությունը գնացել։ Ինքը միշտ գիտեր, որ ամենածանր տեղն է գնալու, այդպիսին էր Արսենը։ Միշտ ամենածանր գործերն իր վրա էր վերցնում, սիրում էր իր վրա պարտականությունների շարան վերցներ, այս անգամ էլ այդպես եղավ։ Մենակ զինագիծների վախկոտությունից էր նեղվում, բողոքում դժգոհում էին տղերքի մի մասը, առասպելներ հորինում արցախցիների, ռուսների ու թուրքերի մասին, բայց Արսենը ոչ մեկից չէր մեղադրում, ինքն էլ վախերում էր, հակառակ հույս էր տալիս, ամրապնդում տղերքին։ Ոգևորումը թասիբի գծում, անմիջապես նրա ձեռքերի առջև զենքներ, մահաբեր ու ամենաչփրկի ճրպեկան, Արսենը խոր ակնածանքով ու յուրահատուկ ջերմությամբ էր նայում ու վերաբերվում զենքին, զենքը նրա ընկերն էր, եղբայրն ու թշնամին, նա անչափ սիրելով նաև ատում էր այդ մահաբեն հրեշին, քանդում մաքրում էր հաճախ, փայլեցնում ու կողքի դնում, աշկից հեռու ու աշկի առաջ, ինչպես կույրը անընդհատ փնտրում իր ձեռնափայտը, այնպես է զինվորը զենքը։ Հիմնականում աշխատել եմ անուններ բան չփոխեմ։ Լրիվ իրական կերպարը ուղղակի իրա այստեղ ինչ-որ բաներ եմ նկարագրում, Արսենի հետ կապված ինչ-որ օրինակ իր հոգեվիճակը, դե պարզավոր ես չեմ կարող, տենց լիովին չէի կարող իմանամ Արսենը ինչ է մտածում, ինչ է խոսում կամ ինքը ինչից է վախենում, ինչ անում, բայց քանի որ մենք այնտեղ կարելի ասել նույն հոգեվիճակում էինք, իմ հոգեվիճակը իրան վերագրելով եմ նկարագրել։ Իմ մոտ տենց մեծ խնդիր կար էլի, ես չգիտեի ինձ որտեղ տեղավորեմ, որովհետև եթե ես սկսեի գրել իմ մասին, ամբողջ գիրքը իմ մասին կլներ, իսկ ես չէի ուզում իմ մասին գրեմ։ Ես իմ նպատակը այն եղել, որ ես իմ տղերքի լավ կրվող տղերքի մասին գրեմ, ու այն մահացած տղերքի, որ իրենք հիշվեն։ Դրա համար ես հիմնական ինձ տեղավորել եմ իմ կերպարների մեջ, այսինքն Արսենին նկարագրելով ես նկարագրել եմ իմ հոգեվիճակը, նկարագրել եմ իմ ապրումները։
տենց աշխատել եմ հիմնականում գիրքս լինի ինչ-որ մարդկանց վրա հյուսված, այսինքն գիրքը տենց կերպարներ են վերցրել սկզբից Արսենը, հետո Գլիքորնը, հետո Դավոնը, հետո Աբոնը, հետո Ֆերշերնը, տենց ոնց որ իրանց միջոցով նկարագրել է մեծ պատերազմի հետ կապված ինչ-որ բաներ։ Ավելի շատ տենց այն որ ինչ-որ բան է կուտակվում ներսում, ես մտածել եմ, որ ամենահարմար տարբերակը այդ ներսից կուտակվածը ավելի լավ է թղթին հանձնեմ, այդ նախ ինքը կմնա, երկրորդն էլ տենց կթեթևանա մեր։ Այս գիր գրելու հիմնական նպատակներից մեկն էլ է եղել, որ ոնց որ սենց գրքի միջոցով ես այդ ամեն ինչը ընդեղ կլինի լարվածություն, նեղվածություն, վախ կամ չգիտեմ ինչ որ հպարտություն կլինի, թե ինչ որ բան կլինի, այդ ամեն ինչը ոնց որ գրքի միջոցով ներսիցս փորձել եմ անել։ Այդ մեր հիվանդանոցի տնօրինությունը մի հատ ուրիշ բան է ուզում կառուցի, կոչվում է վետերանների հոսպիտալ։ Ես էլ որոշել եմ, որ իմ այդ գրքից ինչքան եկամուտ լինի այդ վետերանների հոսպիտալի ֆոնդին նվիրեմ։